Հիմա ցույց ենք տալի արդեն այգու գազոնը ցանել ենք։ Մոնտաժն արած է, գազոնը ցանած է, առաջի կլապանը այսենց ամբողջը ջրում է։ Տեսեք, մենք նաև ստեղ արդեն սերմն ենք ցանել։ Մի քիչ բոլոր տեղերում սենց ասեմ, ոնց լինի խոտի ծլելուց հետո, ոնց որ ավելի կոսմետիկ, ոնց որ աշխատանքներ արում, ստեղ աշուն է տերև մերև է թափում եւ այլը եւ այլը։ Փոխի հաջորդը, էսի առաջի կլապանա։ Երկրորդը այս բաժինն է լինելու, մենք հերթականությունն ենք ներկայացնում մեր բոլոր նյութերում։ Նորից այս նյութում էլ ասեմ, ծառերը փոխվելու է բոլորը։ Ունիվերսալ մոնտաժ է արվել, գազոնը կծլացնենք, ժամանակ կլինի, ծառի տեղ ժամանակ ունենք, էլի մենք ուզում ենք շուտ գազոնը անենք, որպեսզի հասցնի այս տարի ծլի։ Իհարկե բնությունից է կախված, կարծում եմ տաքուրեր կանի, կծլի։ Եթե չծլի էլ գարնանա ծլելու։ Հաջորդը երրորդ կլապանը առաջի տայմերի սա է ջրում, այսինքն այնպես է բաշխած, որ մի բան էլ ավել ջրի, մենք հենց խոտը ծլեց, վերջացավ, մեջը քայլեցինք, մենք ցնցուղների կարգավորում ենք նույնիսկ տալու, խեղճացնելու ենք, որ ավելի քիչ տարածք գցի, որտեղ որ եթե պատինա կամ ինչ-որ մի բան է։ Հաջորդը տեսեք, էս էլ էս հատվածն է ջրում, հաջորդը սա էս հատվածն է ջրում, այք, այսենց, դե ինչպես միշտ մոնտաժը երբ որ անում վերջացնում ենք, վերջում որ չորնավորից մաքուրին սկսում են, էլի ոնց որ փոցխեր բան են աշխատացնում, գլխիկների հտտվում բան է լինում, ստուգում ենք, նոր ենք հանձնում, էլի, դե ոնց լինի թրջվում ենք նաև, հաջորդը, այսենց, 6 տեղանոց տայմերը, ամբողջը, այսենց, սա էլ վերջինը, այսենց է ջրում, տեսնում եք ոնց է գալի, այսենց ջրում։ Մյուսը սկսի, մյուսը կսկսի առաջի, երկրորդ տայմերի առաջի կլապանը այս բաժինը, տեսեք, բաշխվածությունն էլ նենց արած, որ այգին համաչափ ջրի, այսենց էլի ռուսական գտարի նման, գիածև ջրում ասենց։ Հաջորդը ամենամեծ ծանրաբեռնվածությունը այս կլապանի վրա է, թռիչքը շատ մեծ է, բայց գերազանց ջրում է, դե իհարկե 170 աշճան բացված ցնցողներ է, բայց ամեն ինչ նորից եմ ասում, կախված է ոնց բաշխես, ինչ անես, որ ինքը ջրգերի ջրի։ Արև որ ընկնում ավելի լավ է ցույց տալ, էլի ոնց է ջրում, ուղղակի մենք արդեն փորձել ենք, հողը թաց է, դե լավ չի երևում։ Հաջորդը երկրորդ տայմերի երրորդ կլապանը ջրելու է սա նաև մենք ենք նյութեր անում, թե մեր նյութերը նայելով մարդիկ կսովորեն ջրգերի տանել, թե այգու տան տերը, հենց այգու տերը կհիշի որտեղ ինչ է արվում, սա էլ ստեղ է ջրվում, մյուսը, տեսեք, ու նաև որպես ապացույց, որ մեր դուրս գալուց առաջ այսենց մարկային գործը կատարյալ չի ճիշտ է, բայց մեր մարկայինով մաքուր 100%-ով անում, աշխատանքը ավարտում, դուրս են գալի։ Հաջորդը, տեսեք, այսենց, այնպես արած, ես միշտ նյութերում ասում եմ, շատեր են լինում, ասում են, վայ, կարային մի հատ էս ծերը դնեին, մի հատ այն ծերը դնեին ու վերջ, սա ունիվերսալ ցանց է, սա սկզբից շատ ես փող ծախսում, բայց հետագայում դու սրա էկոնոմիան ես ունենում, այսինքն քիչ ջուր է ծախսում, ինչքան ուզում ես բույսեր ես տնկում, բոլոր ամբողջ այգին, բուսականությունն էլ, գազոնն էլ համաչափ ջրում է։ Երկու տայմերները վերջացավ, երրորդ տայմերից էլ երկու կետ ունենք։ Հաջորդը սկսում է առաջինը նա, նայեք, սկսում է երրորդ տայմերի, վերջի տայմերի առաջինը սկսում է այս անկյունից, այսենց, վերջին էլ վերջանում է սրանով, ոնց որ վիդեոյում ցույց տվեցի, առաջնային ջրվելու է, ներքևից սկսելու է, այսենց ամբողջ այգին հողային տարածքը, որտեղ բուսականություն, գազոն եւ այլն լինելու է, այսենց ամբողջը ճշգրիտ ռոռոքելու է։ Մենք նորից կրկնենք, գազոնը ծլում վերջացնում ենք, ոնց լինի մի հատ ձմեռ, որ անցնում է ինքը
բզիկների վրով ասեմ, լուկերի վրով ասեմ, հողի վրա է սարքած, թեքվածություն ունենում, ծառվածություն ունենում, հնարավորինս ահրել ենք, ստեղ պատերի տակ իհարկե բուսականություն ենք ունենալու բոլոր պատերի տակ, դեռ բուսականությունը չենք կահավորել ստեղ, ու այսպես է լինում մեր աշխատանքները, այսքան է։